Շնորհակալություն, սիրելի քաղաքացիներ, հարգելի գործընկերներ, սա հիրավի հեղափոխական բարեփոխում է։ Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ ներկայացնելու համար այս նախագիծը, սակայն ցավում եմ, որ այս ժամանակս պիտի ավելի շատ անցկացնեմ հարցեր տալու վրա, որովհետև հարցերի ժամանակը սպառվել էր։ Եվ հարցերս հետևյալն են։ Նախ ուզում եմ խոսել համավճարների մասին, ես ճիշտ է ներկայացրել էի գրավոր, սակայն եւս մեկ անգամ ուզում եմ համավճարների մասով իմ հարցադրումն անել։ Այստեղ իմ հարցին, թե ինչու համավճարների մասով կա սահմանափակում, օրինակ ծառայությունների, հղում է արվում, որ եթե 50%-ից ավել հատուցման չափը պետք է սահմանվի, դա արդեն մասնակցություն է, ինչը ապահովագրության պարագայում կիրառելի չի եւ միայն սոցիալական առողջապահական ֆինանսավորման մոդելում է կիրառելի։ Այսինքն մենք հղում ենք անում զուտ ապահովագրական հասկացության եւ սահմանափակում ենք մարդկանց ազատությունը, եթե նա կարող է օգտվել որևէ ենթարենք ծառայությունից, որը արժե ավելի 50%-ից ավելին, քան նախատեսում է հիմնադրամը այդ ծառայության համար, հետևաբար իրեն փոխհատուցում ընդհանրապես չի տրամադրվում եւ այս նույն հարցադրումը ես պետք է անեմ նաեւ դեղերի մասով, որովհետեւ ես կարծում եմ, որ մենք շուկայական այսպես ասած կապիտալիստական շուկայական նորմալ ձևավորման գների վրա վատ ազդեցություն ենք ունենալու այս առումով, որովհետև այստեղ նաև հղում է արվում, որ դրանով կարող են անհարկի բարձրանալ օրինակ դեղամիջոցների գները, որը ըստ իս կարծում եմ շուկան ինքը կկարգավորի, թույլ տալով քաղաքացիներին ինքնուրույն որոշում կայացնել, արդյոք իրենք ուզում են այդ դեղը գնել ենթարենք բարձր գնով, թե ոչ։ Այս մասով ես նորից առաջարկ կներկայացնեմ վերանայել, որովհետև սա իսկապես մարդու ազատության հարց է։ Ինչ վերաբերում է այստեղ նաև գյուղացիական գործունեությամբ զբաղվող մարդկանց սահմանմանը, այստեղ հարցադրումը հնչել էր, ճիշտ է, պատասխան կա, որ սահմանումը կա եւ սահմանված է, բայց հարցս հետեւյալն է, կա արդյոք օրինակ, որտեղ են այս մարդիկ գրանցված որպես գյուղացիական գործունեությամբ զբաղվող անձինք եւ ինչպես ենք մենք իդենտիֆիկացնելու այս մարդկանց։ Եւ բնականաբար նաև չեմ կարող չանդրադառնալ բյուջեում ներկայացմանը, առողջապահության այս հիմնադրամի տարեկան ծախսերի բյուջեում ներկայացնելու հարցին, որովհետև ինչպես հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, այն ներկայացվելու է բյուջեի նախագծում ամեն տարի եւ հետո քննարկվելու է կատարողականի ընթացքում, այսինքն բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ես կուզենայի իմանալ ինչ ձևաչափով է ներկայացվելու, արդյոք այն ներկայացվելու է մեկ տողով, թե ամբողջությամբ բացվածքով հաշվի առնելով, թե որքան են եղել բուժառուները, ինչ հիվանդությունների համար են վճարվել բուժումները, ինչքան է նախատեսվում հաջորդ տարվա համար եւ բոլոր մանրամասները, որոնք անհրաժեշտ է ֆինանսական վերահսկողություն իրականացնելու պարագայում ունենալ։ Եվ եւս մեկ հարց Տիկին Ավանեսյան վերաբերում է այն վարչական, այսինքն պահպանման ծախսերին հիմնադրամի, որոնք մինչև 2% է նախատեսված, ես կուզենայի նաև ունենալ այդ բացվածքը եւ հիմնավորումը, որովհետեւ հիմնադրամի բյուջեն ահռելի է եւ այստեղ հաշվետվողականության եւ թափանցիկության կարիք կա, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, թե ուր են գնալու այդ միջոցները եւ ինքս էլ ուզում եմ ողջունել այս բարեփոխումը, որովհետեւ կարծում եմ, որ բարեփոխումը առնվազն անհրաժեշտ է, որպեսզի մեր հասարակությունը ապրի ավելի քաղաքակիրթ, ավելի բարեկիրթ միջավայրում եւ սա այո հոգատարության մասին է, որովհետեւ մարդու երջանկությունը, որի մեջ մեծ բաղադրիչ է կազմում իր առողջությունը, մեծապես կախված է ոչ միայն սեփական անձի, այլ նաեւ իրեն շրջապատող մարդկանց երջանկությամբ, բարեկեցությամբ, առողջությամբ, շնորհակալություն։